Սամվել Կարապետյանին, Տաշիր գրուպի հիմնադիրին փորձում է իշխանությունները կալանավորեն այն բանի համար, որ երեք հայտարարել է, որ պատրաստ է եկեղեցու կողքին կանգնել։ Սա ձեզ համար ընդունելի է։ Այո, Ինչու՞։ որովհետև մենք հայ քրիստոնյա ենք։ Եվ դրա համար պետք է, երբ որ հայտարարել է, որ պատրաստ է եկեղեցու կողքը կանգնել, դրա համար պետք է մարդու վրա քաղաքական հետապնդում իրականացնել։ Դա իրավունք չունեն։ Սամվել Կարապետյանը շատ մեծ գործեր արել, զենքի համար փող ուղարկի ամեն ինչ արել, թալանեկել են, թող իրանք մտածեն, որ մարդկանց բան անեն, բարերան մարդկանց։ Նիկոլ Փաշինյանը նման գործողությունների գնում։ Այն Նիկոլ Փաշինյանը խելք ունի, որ գտես գործողությունների չգնա։ Դեբիլին բերել են դրա ղեկավար։ Ճիշտ ասած, ես չգիտեմ, նա ինչքանով է մասնակից այդ գործերին, դրա համար չեմ կարող ոչ մի բան ասել։ Այս հայտարարությունը հիմք են ընդունել եւ ուզում են իբրև իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորեն։ Դե ասում եմ, ես որ տեղյակ չեմ, բանից տեղյակ չեմ, ես չեմ կարող հայտարարել իմ կարծիքը։ Ծանոթ նրա գործերին։ Չէ, ոչ բանի ծանոթ չի։ Ուղղակի անունն եմ լսել որպես խոշոր բիզնեսմեն։ Ոնց կարող է նորմալ մարդը, ասենք հիմա դուք ինձ նայում եք։ Ես գժի տպավորություն չեմ թողնում, ճիշտ է, ես ոնց կարամ նորմալ համարեմ են, ինչ որ անում են, Նիկոլը։ Ինք այնքան, որ վրեժալուծում ոնց որ թե, հայ ժողովրդից, ես այդպես կասեմ, հայ ժողովրդից վրեժալուծում։ Ինչ գործեր գիտեք, որ կատարել է, հա, Սամվել Կարապետյանը։ Ես գիտեմ, որ բարեգործություններ է շատ արել, թե ինչ գործ դա ինձ համար այդքան էական չի, ինչքան որ մարդուն զրկում են իրեն կարծիքը ասելու իրավունքից։ Երևի թե 37 թվին է եղել տենց։ Հատկապես Սամվել Կարապետյանի դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիր է փորձում լուծել։ Ոչ մի խնդիր, վախ տարածի։ Վախ, որ իբրև ով ուզում է սեղի, ես կարող եմ բան, գուցե փոքր ժամանակ իրեն ճնշել են, ինչ, այդպես բան է մնացել իր մեջ։ Ես կարծում եմ։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Չէ, իհարկե չէ։ Ազատ անկախ երկրում ենք ապրում եւ ընդունելի չէ։ Ոչ։ Ինչու են նման գործողություններ կատարվում։ Որտեվ մեր երկրի ղեկավարումա թուրքը, կներեք վերջ։ Ոչ։ Ինչու են նման քալեր անում։ Չգիտեմ, դե էս մեր խելքի բանը չի ինձ թվում։ Բարականերից ես խաբար չունեմ։ Ճանաչում եք իրեն։ Չէ, ես սիրիացի եմ, բայց լուրերի շատ ներքին լուրերով չեմ զբաղվում։ Զզվելի է ներքին լուրերը։ Ինչու։ Ամեն օր իրար հայում են, իրար ութեմ խոսում են, պարլամանի մեջ ինչ որ խոսում են, ինձ համար զզվելի է։ Իշխանության վիճակը չէ այդ վիճակը։ Կարծես դե բաղնիկի մեջ ենք, ջուր չկա, օջար չկա, մարդիկ ինչ վիդանեն չեն իմանում, այդ վիճակի մեջ ենք։ Սամվել Կարապետյանը, Տաշիր Սամոն, երբ որ հայտարարեց, որ պատրաստ է կանգնել եկեղեցու կողքին, սկսվեց իշխանությունների կողմից հետապնդումներ։ Բնական երևույթ է։ Նորմալ է բայց ձեզ համար։ Իհարկե ոչ։ Ինչ պետք է արվել, որ նման դեպքեր չլինեն։ Նայ աջակցություն նրա դուք Անել։ Պետք է անել։ Ինչ անել։ Ամեն ինչ։ Չէ, ես պոլիտիկայի մեջ չկամ ներնեմ ջան։ Ոչ, Ինչու են իշխանությունները նման քայլերի գնում։ ով խոսում է, հետևից գնում են կոպիտ ասած, էդ է իշխանությունները։ Բա որ ինքը անօրինական էր, ամեն ինչը անօրինական էր, մի 7 տարի նստած ինչ էի կանում։ Հենց որ ասեց եկեղեցու կողքին ենք, գնացիք մարդու տունը։ Չէ, Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիր է փորձում լուծել այս նման քայլերով։ լրացնել, բոլորին լրացնել։ Իսկ ասում եք մոտ։ Ոչ, իհարկե ոչ։ Եթե պետք լինի Ազգը չի չոքի կյանքում։ Իսկ եթե պետք լինի աջակցություն կանգնել Սամվել Կարապետյանի կողքին եւ լինեն գործողություններ, դուք կմասնակցեք։ Միայն Սամվել Կարապետյանի չէ, ի օգուտ հայ ժողովրդին իհարկե կմասնակցեմ։ 7 տարի նստել են, այսինքն ինքը իմանալով, որ Սամվել Կարապետյանը իրանց բանով թալանչի է, էսա, այնա բան չի չէիք բռնում։ Հենց խոսես մի անգամից բռնեցիք։ Էդի ոնց որ սենց ասած ինքը եկավ նստավ, խոստումները չարեց, ով խոսում է նոր բռնում է։ Իհարկե երևի կթողեն հետո։